ՄԱԿ-ի միավ ձիահի դեմ պայքարի համատեղ ծրագրի զեկույցում Հայաստանը ներառված է այն 21 երկրների շարքում, որտեղ 2010-ից մինչև 2025 թվականը միավոր վարակումների թիվն աճել է ավելի քան 20%-ով։ Այսինքն, եթե 2010-ին պայմանականորեն եղել է վարակման 300 դեպք, ապա 2025-ին այդ թիվը եղել է 390-ից ավելի։ Զեկույցի համաձայն, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ ընդգրկված է Հայաստանը, վարակման դեպքերը էականորեն աճել են։ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում նոր միավ վարակումների տարեկան թիվը շարունակում է աճել, 2024 թվականին հասնելով 130 հազարի։ Սա 2010 թվականի 120 հազարի համեմատ 7% աճ է։ Տարածաշրջանը դուրս է 2030 թվականին ձիահը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու նպատակներին հասնելու ուղղուց։ Տարածաշրջանը նաև աշխարհում միակն է, որտեղ ձիայի հետ կապված մահերի թիվը դեռևս աճում է 2010 թվականից ի վեր 48%-ով։ Օրինակ, միավով ապրող մարդը, եթե հայտնվում առողջապահական համակարգում եւ ինքը Ռուսաստանի քաղաքացի չի, իրան ուղղակի արտաքսում են։ Սա պատճառ է, որպեսզի մարդը իր միավ կարգավիճակը Ռուսաստանում թաքցնի։ Ու եթե այն ամենամեծ երկիրը, որը ունի համաճարակի ամենամեծ բեռը եւ որտեղ կարգավորված չեն, բոլորը բուժում չեն ստանում եւ մենք ունեինք միգրացիոն մեծ հոսքեր դեպի Ռուսաստան, բնականաբար դա անպայման ազդեցություն էր ունենում մեր էպիդեմիայի վրա։ Գլոբալ առումով մեր տարածաշրջանում միավի նոր վարակումների թվի աճին նպաստում են մի շարք գործոններ։ Այդ թվում, ըստ զեկույցի տվյալների, դրանցից գլխավորը թմրանյութերն են, այսինքն դրանց տարածումը եւ այն, որ այս ոլորտում չի իրականացվում հիվանդության կանխարգելման ռազմավարական քաղաքականություն։ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ներարկային թմրանյութեր օգտագործող տղամարդիկ և կանայք կազմում են նոր վարակումների շրջանում առանցքային խմբերի ամենամեծ բաժինը, 2024-ին տարածաշրջանի բոլոր նոր միավ վարակումների 25%-ը։ Հայաստանի պարագայում միավով վարակումների թվի ավելացման գլխավոր պատճառներից մեկը մնում է կրթությունը, այսինքն դրա բացակայությունը։ Այո, հիվանդության մասին խոսվում է։ Այո, մարդիկ գիտեն, որ ինչքան շուտ դիմեն բժշկի, այնքան ավելի նվազ կլինեն վարակի բացասական հետևանքները եւ այն գուցե նույնիսկ դառնա ոչ վարակիչ։ Բայց հիմնական թիրախային խմբերի վարքաբանության վրա դա քիչ է ազդում։ Կարծրատիպերն ասում են իրենց խոսքը։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ օրինակ մտածում են, որ կարող են ռիսկ ունեն եւ կարող են միավ ունենալ, շատ ուշ են գնում հետազոտման, որովհետեւ վախենում են, որ իրենց կխտրականացնեն, իրենց մասին իր տեղեկատվությունը որևէ տեղ հասանելի կդառնա կամ, չգիտեմ, բադ կվերաբերվեն։ Բացի այս, արդեն 10 տարուց ավելի պետությունը միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացնում է մի շարք ծրագրեր միավով վարակվածներին բացահայտելու եւ նրանց համապատասխան բժշկական օգնություն ցույց տալու ուղղությամբ։ Խոսքը մասնավորապես Հայաստանից դուրս եկող աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների ստուգման ծրագրերի մասին է, որի շնորհիվ վաղ շրջանում հայտնաբերվում են հիվանդության դեպքեր, հետևաբար դա արտացոլվում է վիճակագրության մեջ։ Մենք տեսնում ենք, որ կրկնակի աճել են հետազոտությունների թվերը։ Այսինքն, եթե առաջ հետազոտում էին 10 մարդ, հայտնաբերում էին 3 դեպք, հիմա հետազոտում են 20 մարդ, հայտնաբերում են 5 դեպք։ Միավի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ եթե նվազեն կանխարգելման թեստավորման ու վաղ հայտնաբերման ծրագրերը, նոր վարակումների թիվը կարող է էականորեն աճել, այսինքն այստեղ խնդիրը միայն այսօր գրանցվող դեպքերը չեն։ Կարևոր է, որ պետությունը մշտապես, ինչպես ասում են, ձեռքը զարկերակին պահի։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։